դպրոցը դեռ իմ ծառայությունից հետո նոր էր բացվել, այդ ժամանակ Հրաչյա Քոչար այնտեղ անշարժ գույքի բորսայի շենք գումեինք, որ դեռ առաջի հարկում գործում էր մեր մարզադահլիճը, ու այս փոքր երեխեքի տարիքից արդեն սկզբից Ռուբենը եկավ, հետո մի փոքր մեծանալով, արդեն մրցումների մասնակցելով եղբորն է բերեց պարապմունքի, ու ասեմ, որ հենց փոքր տարիքից արդեն երևում է երեխեքի լրջությունը, ու հենց այդ տարիքից իր լրջությունը աչքի էր ընկնում, որ նպատակասլաց, նպատակը դնի հաղթի եւ անցնի մյուս նպատակին, այդ հենց երեխա էր ինքը։ Ես չեմ հիշում մի դեպք, որ փոքր ժամանակ մի ինչ-որ առիթով նկատողություն առած լինեմ, որտեվ շատ երեխեք կան, չէ, որ մեկին տարբերում ես միշտ նկատողություն անելով, եթե այդ օրը չես ջղայնանում, նկատում ես, որ չի եկել կամ չգիտեմ, ներկայացակ անելուց չես հասկանում, բայց չի եղել մի դեպք, որ ես նկատողություն անեմ ու հանկարծ, եթե ինչ-որ ընկերներին է պաշտպանելու առիթով կլներ, որ ես իրան թարս կնայեի, որ մի արա կամ չգիտեմ ինչ, մեծի պես երեխա վախտվանից ինքը արդեն ամաչում էր ու լուրջ ընդունում էր մեղա։ Ոչ թե որպես բայեցեր այդ տարիքում ինքը աչքի ընկնում, այդ տարիքում ինքը արդեն աչքի էր ընկնում իր լրջությամբ ու տղա լինելով։ Երբ որ կլինի տենց դեպքեր, երբ որ ես այդ ժամանակ ինչ-որ նկարահանվում էի տարբեր կամ ֆիլմ կլներ կամ չգիտեմ ինչ-որ նմանատիպ հաղորդաշարեր, հանկարծ կուշանայի, ասում էի զբաղացրու, թող նստեն, կենտրոնանան կամ նախավարժանք անցկացրու միջև ես գամ, արդեն սա թողում է իր վրա, այդ կարգի լրջություն ուներ, որը համ գրավում է ուսուցչին, համ ընկերներին, ու տենց մեծանալով ինքը դարձավ իսկականից այն տղեն, որ մենք սպասում էինք։ Այդ ինքը նպատակ ուներ սպորտով, նույնիսկ կարատեով առաջ գնալու, թե իր համար է դա պարապում։ Ինքը չէ, իր նպատակը միշտ զինվորական դառնալն էր։ Փոքր տարիքից էլ ինքը ուզում էր զինվորական դառնա, բայց որպես զինվորական ինքը պետք է պատրաստված լինի ամեն ինչում։ Հանձնեց բոլոր որակավորման քննությունները, այդ թվում մինչև Սև գոտի առաջի դան ու գնաց արդեն իր ուսման հետևից։ Սև գոտի էր։ Այո, Սև գոտի առաջի Այդ աստիճանին հասել են։ Ունեմ, հա, շատ լավ սաներ, որ հասել են Սև գոտի, ունեմ էլի լավ տղեկ, որ էլի իր հետ գնացին այս պատերազմին, ընդհանրապես այդ սերնդի մեջ լավ երեխեք շատ կային։ Նրանք սովորում էին եւ ֆիզիկական դաստիարակություն, եւ բարոյահոգեբանական դասընթացներ, եւ փիլիսոփայություն էին գալիս պատմում։ Այդ ժամանակ իրենց ոչ թե պատրաստի տալիս էինք, որ սովորեն, գրում էին, նոր էին սովորում։ Ու այդ ամենը համախմբված մարտարվեստի հետ դառնում էին իսկականից այն տղեկը, որ մենք երազում էինք, որովհետև հենց կարատեի մարտարվեստի բուն նպատակը դա որ հասնեն բարձրագույն բացարձակացման աստիճանին կատարելության, որը շատ բարդ է։ Ռուբենը հասել է այդ աստիճանին։ Նույնիսկ ես չեմ հասել այդ աստիճանին, որովհետև կատարելության հասնելը շատ բարդ է։ Ռուբենը այդ ճանապարհին էր ու ընտրեց իր զինվորական մասնագիտությունը, որով այսօր հպարտանում ենք եւ մենք, եւ իր ընկերները, եւ այն սերունդը, որը մասնակցում է հենց Պրազյան Ռուբեն Հայաստանի գավաթի առաջնությանը իր անվան ամենամյա մրցաշար կա, որ հենց նվիրված է իրան, որովհետեւ բոլոր եկող սերունդը, այնով որ կմենա մարտի ու այդ կայացման ճանապարհին իմանա ինքը ում անվան մրցաշարին է մասնակցել։ Ուրեմն նշեմ, որ հենց Չարաբաստիկ տարուց, երբ որ արդեն ֆիզիկապես մեր հետ չի եղել, հաջորդ տարվանից անցկացրել ենք Պրազյան Ռուբենի անվան մրցաշար։ Եվ ներկա են գտնվում Հայաստանում բոլոր գործող ակումբները եւ ֆեդերացիաները, ովքեր կարողանում են կոնտակտային ձևով մենամարտել։ Եվ թիմային առաջնություններով են աչքի ընկնում տարբեր մարզերի ուժեղագույն թիմերը, վերջում պարգևատրվում գավաթներով ու ներկա են լինում պարտադիր ծնողները, այդ թվում իմ լավ ընկեր Աշոտը Պրազյան, որը հենց ինքն է պարգևատրում լավագույններին։ Եվ այդ մրցաշարում հաղթանակ տոնած մարզիկները, ովքեր չեմպիոն են դառնում, արդեն դրանից հետո մասնակցում են Հայաստանի բաց առաջնություններին, Կովկասի առաջնությանը եւ այլն, որտեղ ինքը ինքն իրենով մեծ առաջնություն է։ Որպես կանոն
այն սաները, որոնք արդեն քո համար մեծ նշանակություն ունեն, ովքեր որ ճանապարհի կեսից չեն հեռանում, այլ մնում են քո հետ քայլում են մինչև վերջ, անկախ ամեն ինչից իրենք սպորտում են, թե հիմա զինվորական եւ դիրքերում են, իրանք միշտ քո հոգում են, քո մի մասնիկն են։ Ու կարող եմ վստահաբար նշել, որ հենց Ռուբենը հենց այդ իմ կոպիտ ասած աջ թևն էր, որ մի բան լինում էր Պրազյան, այս մի բանը արա կամ հասի միջև ես կամ այս գործը արա միջև մրցաշարին կազմակերպելու նույնպես իր ընկերներից, որովհետև իրանց այդ սերունդը, իրանց այդ թիմը ընտանիքի պես էր ու շատ լավն էին հենց իրանք։ Այդ ընթացքում արդեն դու իրենց ոչ թե մենակ մեծանալու հետ նայում ես աշակերտ, իրանք դառնում են այն հենասյուները, որ դու պետք է հետո հենվես իրանց վրա։ Մեկը դառնում է, չգիտեմ, բարձրաստիճան պաշտոնյա, մեկը էս վարչության պետ, մեկը չգիտեմ, գենշտաբի եւ այլն եւ այլն։ Այդ տղեկը դառնում են մեր երկրի պիտանի զավակներ։ Ու այդ ժամանակ դու արդեն դառնում ես եւ իրենց մեծ աղբերը, եւ իրենց ընկերը, որովհետեւ դու ես կրթե մեծացրել դաստիարակե ու քո հենց հոգով ու սպորտային դաստիարակությամբ են իրանք մեծացել, որ այսօր պիտանի են դառնում։ Իսկ մնացածը ովքեր որ ճանապարհից շեղվում են, ճիշտ է, կդառնան էլի որոշակի աշճան լավ մարդիկ, բայց ոչ այդքան, ովքեր որ նպատակ են ունեցել, փորձել են միշտ նմանվեն ուսուցչին ու փորձել են անեն այն, որ ուսուցիչը գոհ մնա իրանցից։